Ժողովուրդ ես մի տեսական ինձ անհանգիստ եմ, չեմ կարող կտրվեմ, հել եմ գնամ գործերովս, շատ անհանգիստ եմ, ինչի եմ անհանգիստ և ուզում եմ Սևանի ու Ավանի գժանոցի տնօրենները մի հատից հետ կապնվեն, ինչի համար հիմա կասեմ, ուզում եմ մի հատ այս երեխուն տեղավորեմ ընդե, հələ եկեք մի հատ նայենք։ Հեղափոխություն արեցիք։ Այո, արեցինք։ Ինչ լավ, ապրեք շատ։ Վստահ եմ հիմա Հայաստանում ամեն բան ուրիշ ձև է։ Հաստատ հարկերը քչացրել են, թալանացները վերադարձրել են։ Այս երեխան սկսել է իրան խոսալ։ Ինչ շատ մտահոգել է այս փաստը իրականում, որովհետև աղջիկը ոնց որ կոնկրետնի խնդիր ունի արդեն։ Հարգելի Ծիկին, ես քեզ մի անգամ շատ վիրավորական անդրադարձել էի, ձայնը դիչացնեմ։ Անահիս Սարդարյան, երբ որ այն ժամանակ 44 օրը երկու խոսք ասեմ էլի քո մասին, չնայած դու դեբիլիզմ ես, քո մոտ բնազդա տուպոյ բնազդը ավելի շատ աշխատում, այն ժամանակ, երբ որ 44 օրյա պատերազմին դու տիկտիկայինում բարեգործություն է իրանում, մյուս էլ է 7 է, մենք բոլորս մի մարդու պես օգնում ենք ղարաբաղցիներին, բայց ովքեր բերում էին օգնությունը, ովքեր թեկուզ և չնչին ինչ-որ մի բանով կամ մեծ ապրանքներով բերում էին լցնում էին ըտե, ոչ մեկին ռեկլամ չէ իրանում, բայց երբ որ գալիս էր Գագիկ Ծառուկյանի կողմից կամ Սիթին կամ Սասը, դու մի անգամից վազում էիր ավտոյի առաջ ու սկսում էիր ռեկլամ անել։ Եթե քո համար քո զինվորները կամ քո համար քո երեխեքը ճակերտավորված, երբ որ ասում ես ինձ համար շատ թանկ են, երբ որ քո համար թանկ լինեին, դու քո լեզվի համար կորցրել ես կարծեմ արդեն 2 տարածք, որովհետև քո լեզուն քո բոյից, քո մարդու բոյից երկար է։ Եթե քո համար թանկ լինեին, ավել պակաս չէիր հելնի ախորդ տենց շախտայր ստենդը։ Խոսում ես թալանչիներից, խոսում ես պատերազմից, խոսում ես, չգիտեմ, զոհված տղաներից, բայց հենց այդ զոհված տղաների ընտանիքների հիման վրա փողեր ես մուրացել։ Քեզանով քանի հոգի է փողեր լվանում։ Ծիկին Սարդարյան։ Աղջի ազգանու դետես, այս տարօրինակ ազգանուններին եմ ես մենակ հանդիպում, հա։ Անանյան, Արանյան, Սարդարյան։ Ինձ մոտնաս տպավորություն է, որ դու սարդերի բոստանից դուրս եկած ես, պրոս դու մի քիչ մեծ սարդ ես, մի քիչ ծիրուն տեսակ ես, չնայած քթիդ որ նայում ենք կարտոշկա քիթ է։ Երբ ես դու հասկանալու, որ պետք է պապանձվել, ոչ թե պապանձվել չխոսալ, այլ չվիրավորել, հայ ժողովրդին, ղեկավարությանը, երբ ես դու հասկանալու, որ դու քո խոսալով վնասում ես և քեզ, և քո այդ ճակերտավոր բարեգործությունը։ Երբ, ինչ ապուշ բաներից ես խոսում, ում երեխեն ընգնում է բերդ կամ ում երեխեն հիվանդանոց, դու չգիտես խի գնում կանգնում ես կամերայի առաջ ելույթ ես ունենում։ Աղջի դու խնդիր ունես։ Բայց կներես խեմ հարցնում։ Դրա համար ես որոշել եմ մի հոգի էլ կա, որ իրան պետք է ուղեկցեմ ընդե։ Ես քանի որ հեսա ՀԿ եմ բացում և ՀԿ-ն պետք է ես քաղաքապետի հետ փոխհամաձայնության գանք, պետք է մտնեմ իր մոտ։ Ու իմ ՀԿ-ն զբաղվելու է բոլոր նմանատիպ մարդկանցով և իհարկե երկրում ով ինչքան անօրինական գործողություններ անում։ Ես որոշել եմ որպես ՀԿ-ի նախագահ քեզ տանեմ այնտեղ տեղավորեմ աղջի, որովհետև դու իրականում գժվել ես։ Անահիս, իրականում դու գժվում ես, դու հասկանում ես, որ այսօր ինձ ուղարկում են քո վիդեոները, դու քեզ դնում լացում ես, դու քեզ դնում ուրախանում ես, դու քեզ դնում խոսում ես, աղջի դու քո հետ խոսում ես։ Այս երեխեն հոգեկանը խանգարվել է իրար։ Այս երեխուն փրկել է պետք ժողովուրդ, պետք չի իրան ուղղակի վիրավորել, որովհետև մարդուն, որ վիրավորում ես, ինքը վիրավորվում է, որտեղ ինքը մարդ է։ Այս աղջկան մեռան թքելով վրեն, չի ազդվում։ Քիթդ վեչնիկ խոթես, վեչնի, ինչ-որ մի բանի մեջ սենց քիթդ բերում մցնում ես։ Դրա համար այնքան քիթդ մցրիր հանիր, աղջի փռվավ դեմքիդ։ Ինչքան կարելի է քո նման տախտակ պակասին, ծալա պակաս, ասել, որ չափավոր խոսա,
Դու առհասարակ մեր մասին ծալապակաս աղջիկ ունես։ Դու մտածի գոնե քո երեխեքի մասին, քո երեխեքի ապագայի մասին։ Էդ էլ չես մտածում, դու ինչ մեր ես։ Զարմանում եմ։ Զինվորներից ես խոսում, բարեգործություն ես անում։ Հորդորս իրավապահ համակարգին մի հատ քեզ թափ տա։ Մի հատ sense բռնի հնգջիցդ, խնդրում եմ հարգելի իրավապահ մարմիններ, սարֆետկով կբռնեք։ Sense մի հատ թափահարի քեզ։ Ասի ազես ջան։ Ում ձվերի տակ ես հելի։ Որովհետև շատ բան է իմ ականջին հասնում քո մասին։ Տիկին, իրականում շատ բան է հասնում Անահիս ջան։ Քեզ զգուշացնում եմ, չափավոր խոսա, մեր ժողովրդիս հասցեին։ Տախտակ պակաս։ Դու որ գիժ ես, ոչ մեկ քո պես գիժ չի։ Դու որ հոգեկան շեղված ես, այ վիժվածք, ոչ մեկ քո նման չի։ Հելնում ես որտեղ ինչ կա, միտինգ էթում կայնում ես, ուղիղ այդ լրատվականի դեմ ու խոսում։ Ինչ ես այդքան խոսում։ Չես ջոգում ծալապակաս քեզ, ոչ մեկ կղանքի տեղ չի դնում։ Այդ բառը սիրում եմ, սկսել եմ ձեր սաղի վրա օգտագործեմ ամ։ Այ նմանատիպ մարկանց։ Այ կղանք։ Ինչ ես ուզում։ Բարեգործ ա դառը գլխներիս։ Սոված սատկում ես, էլի բարեգործության տակ պիտի լափես, հետա լափում ես։ Ով ինչ ասեմ քեզ։ 3 տարի է ես քեզ ասում եմ։ 3 տարի։ Դե որ մի քիչ ամոթ ունենայր, գոնե բերանդ մի քիչ չափավոր կբացեիր։ Ոչ մեկ չի ասում ժողովուրդ մի քննադատեք։ Ոչ մեկ չի ասում մի կպեք մարկանց, ոչ մեկ չի ասում, բայց առողջ քննադատությունը դա ուրիշ բան է, էլի։ Բայց մեզ ժողովրդից վիրավորելը կամ զոմբի ասել, Քոչարյանի ձվերի տակից դուրս չես գալ, աղջի։ Ինչ ես իմ բերանը բացում։ Լսի, ես իմ լեզվի վրա փուշ չունեմ։ Բերանիս մեջ էլ ասեղ չկա, Անահիս Սարդարյան։ Այս Սարդ։ Ես կարամ քո կյանքը դնեմ, այսինքն հանրային սարքեմ, անցածդ այն քայլերդ, ճանապարհդ։ Հասկացար։ Պրոստո աղջիկ ես, չեմ ուզում, ես էլ եմ աղջիկ։ Եվ հորդորս էլի, բոլոր այն մարկանց մի վիրավորեք, կարակ առողջ քննադատեք, ընդունելի է, կարակ ձեր կարծիք ասեք, կարակ ջղայնանաք, կարակ, չգիտեմ, սուր քննադատություն լինի, բայց մեզ համարել թուրք, կամ մեզ համարել, կամ առաջի դեմքին համարես թուրքը դու ես էլի, ոտով գլխով Թրքաստանի մարդ ես առել, ես միշտ ասել եմ, գիտեք, գետի է տան մեջ, կնոջ իշխանությունն է, ուրեմն այդ տունը բենզին լցեք վառեք, վերջ։ Ձեր տնից դաժե տղամարդու հոտքովից դաժե տղամարդու մարդ որ մարդ է ունենում, զգացվում է էլի կնգանից կամ աղջկանից։ Աղջի քո մարդը խիար է։ Աղջի տա վարունգի խես պահում կողդ։ Ղրգա հերանստուն, ղրգա թոյթա հերանստունի պահի, որովհետև եղած չեղած մի հաշիվ է քո մարդը։ Տունը իշխում ես դու, դուրսն իշխում ես դու։ Աղջի դու խզողլան ես։ Ինչ եմ հարցնում հա էլի, դրա համար գժվել ես։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, Սևանի եւ Ավանի գժանոցի պետերին ասեք, ընդունեն ես աղջիկան։ Շատ եմ խնդրում։ Այսօր ես շատ լարված եմ, որ զբաղված եմ։ Հեսա արդեն գնում եմ ժամս եկել է։ Այս երեխուն տեղավորեք։ Այս երեխան գժվավ։ Տախտակ պակաս է։ Չկա։ Վերևից վերցած է։ Հա վերևից վերցած է, ասում Աստված, արի ստեղծածի տեր կային, ստեղծել ես, գցել ես մեր ջանը։ Մենք ոնց տեր կայնենք, այսքանին ոնց դիմանանք։ Չենք կարա, չկարանք։ Ղրգեք, մարդու աղջի ուղարկի հերանստուն, այդ երեխեքին մենք կպահենք։ Դու էլ գնա գժանոց գժվի էլի։ Գոնե մի քիչ ձենդ կկտրես, հուսանք։ Դե լավ, ես գնաց երեխեք ջան, լավ եղեք։